Բարգավաճ Հայաստան կուսակցության Շիրակի մարզային խորհրդի 2011 թվականի գործունեության մեկնարկը տրվեց հաշվետու ընտրական կոնֆերանսով, որը կայացավ անցած շաբաթ օրը մարզի տարածքային խորհուրդները ներկայացնող 200-ից ավելի կուսակցականների մասնակցությամբ։ 2009 եւ 2010 թվականների մարզային խորհրդի կողմից կատարված աշխատանքների հաշվետվության ձև ընտրվել էր տեսաֆիլմի տարբերակը։ Ներկաները նախ դիտեցին այն, որից հետո ազգային ժողովի падգամավոր կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանը խոսեց 2 տարիների ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար մարմինների եւ տարածքային կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքի, ներկուսակցական կազմակերպական խնդիրների, այլև այլ հարցերի մասին։ Մասնավորապես ասվեց այն մասին, որ այդ ամենով մարզխորհուրդը ջանում է իրավիճակը փոխել հօգուտ այն գաղափարի, որ կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա համախոհները դրել են կուսակցության ստեղծման մեծ եւ համարձակ ձեռնարկի մեջ։ Արդարություն, բարգավաճ քաղաքներ եւ գյուղեր, նյութական բարեկեցություն, մեկ խոսքով, մեր եւ մեր երեխաների ապագան այս երկրում տեսնելու բավարար հիմքեր։ Մենք ընդունում ենք, որ տեղերում կա լրջանալու, աշխատանքներն առավել գործնական, հունով տանելու անհրաժեշտություն։ Մենք գտնում ենք, որ առաջիկա տարին պետք է հայտարարել բացթողումները շտկելու եւ դիրքերն ամրապնդելու ժամանակահատված եւ կուսակցական աշխատանք կազմակերպել առաջիկա ընտրություններում կուսակցությանն ու նրա առաջնորդին վայել արդյունքներ արձանագրելու, այլ ոչ թե նախկինում թույլ տված բացթողումների եւ ձախողումների համար մեղավորներ փնտրելու սկզբունքով։ Այս կոնֆերանսները միայն ու միայն այս նպատակին են հետապնդում, սիրելի կուսակիցներ։ Շնորհակալություն։ Իրենց ելույթում Բարգավաճ Հայաստան կուսակցության Շիրակի մարզային խորհրդի երկամյա գործունեությանը գնահատականներ հնչեցրեցին մարզային խորհրդի անդամներն ու հյուրերը, եւ ինչպես շատերը նշեցին, արվածը չունի ոլորտային կամ աշխարհագրական որևէ սահմանափակում։ Անակնկալ էր Ազատամարտի վետերանների միության տեղի մասնաճյուղի նախագահ Վաղինակ Նիկոյանի ելույթը, ով միության կողմից Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանին հանձնեց պատվոգիր միության հետ սերտ համագործակցության համար։ Ձևավորվեց թիմ։ Մոտ 2 տարվա աշխատանքի գլխավոր արդյունքը ես կասեի մեր թիմի ձևավորումն է։ Թիմ, որը գիտի ուր է գնում, թիմ, որը հասկացել է իր ուժը, որը պատրաստ է բարձունքների։ Եվ չեմ կարող այս կապակցությամբ չավելացնել։ Ցանկացած թիմ ձևավորող առանցք կա։ Մեր պարագայում ի բախտավորություն մեզ, մեր մարզում այդ առանցքը հանդիսացավ պարոն Մարտուն Գրիգորյանը։ Այն տեսաֆիլմը, որ մենք տեսանք ու այն աշխատանքների հերթականության ներկայացումը իրոք եւ մեծ տպավորություն է տալիս եւ մեծ ոգևորություն։ Հատկապես ոգևորում է աշխատանքների ծավալը, հագեցվածությունը, բազմաթիվ հատկապես սոցիալական ուղղվածությունները, աշխարհագրությունը, ներմարզային, այսպես կոչված աշխարհագրությունը, ընդգրկված են սոցիալական բոլոր խավերը, խմբերը, հատկապես այսպես ասած խոցելի խմբերը, եւ իրոք մեծ ուրախությամբ կարելի է դա արձանագրել։ Ես կուզենայի, որ մեր մարզային խորհուրդը, ընդհանրապես մեր կուսակցությունը աներ այն ամեն ինչը, որպեսզի մի փոքր թեթևացներ մեր մարզի բնակչության սոցիալական վիճակը։ Ես համոզված եմ, որ մեր մարզային խորհրդի աշխատանքը մենք կարող ենք իմ կողմից որպես խորհրդի անդամ կարող ենք գնահատել լավ։ Մարզային կազմակերպության երիտասարդական թևի անունից ելույթ ունեցավ Մարիամ Պողոսյանը, այստեղ ևս ձեռքբերումները շատ են եղել։ Կայացան քվեարկություններ, որոնց արդյունքում մարզային խորհրդի գործունեությունը արժանացավ բավարար գնահատականի, հաստատվեցին մարզխորհրդի նորացված կազմը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարի պատվիրակությունը։ Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ նորընտիր մարզային խորհրդի առաջին նիստը, որին 19 անդամներից ներկա էին 17-ը։ Կուսակցության մարզային խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Մարտուն Գրիգորյանը, խորհրդի քարտուղար Աղասի Աբրամյանը։ Հնչեցին շնորհավորանքներ եւ հետագա բեղուն գործունեության մաղթանքներ։